Բարեբոլեն ժողովուրդ ջան, ձեր հետ եմ ես Ռոստոմը եւ դուք գտնվում եք Ռոբրոս YouTube ալիքում։ Այսօր ունենք էլի պատմություն, այսօր պատմելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտնի դարձած Skinwalker Ranch-ի մասին։ Ինչ վիդեոին ասել, դու չմոռանաս բաժանորդագրվել իմ YouTube ալիքին եւ իմ Instagram ալիքին։ Հողումը կլինի էջից բիոյում։ Նախ մինչև վիդեոն սկսելը ասեմ, որ ես չեմ հավատում Skinwalker ասվածին, հնարավոր է լինեն պարանորմալ երևույթներ, բայց Skinwalker-ին չեմ հավատում։ Բայց ինչ նշանակում Skinwalker։ Skinwalker-ները կապ ունեն նավահոց ցեղի հետ, եւ Skinwalker-ները վատ ու չար կախարդներ են, որոնք կարող են կերպարանափոխել ցանկացած կենդանու, կլինեն գայլեր, դաշտագայլեր, արծիվներ եւ նույնիսկ աղվեսներ եւ այլն։ Ցանկացած դեպքում կարող են վայրկյանների ընթացքով գնալ մի քաղաքից մյուս քաղաք եւ ասում են նույն արագությամբ գերեզման են փորում, արդեն մահացած կենդանիների եւ մարդկանց դիակներից վերցնում են հատուկ փոշի, որով թույն են սարքում եւ հետագայում օգտագործում են իրենց զոհերի դեմ։ Կարող են պատերի միջով արագ անցնել, գալ կանգնել ձեր մահճակալի կողքին եւ հարձակվել։ Խոսասը քո դուրը եկավ։ Եթե դուք մեքենայի մեջ դռները փակ, պատուհանները փակ քնածեք, նրանք կկանգնեն պատուհան ժամերով պատուհանի միջից կնայեն ձեզ։ Ունեն իրենց հատուկ տարածքը, որը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Յուտահ նահանգում եւ կոչվում է Skinwalker Ranch։ Ըստ լեգենդի Skinwalker-ներին կարելի է սպանել ընդամենը մեկ տարբերակով, բարձրաձայն ասել իրենց իսկական անունը։ Եթե օրինակ ինչ-որ Skinwalker-ը լինում անունը Նվարդ ու դառնում է շուն, մինչև չասեք Նվարդ, ինքը չի սատկի։ Ranch ինքը նշանակում է մեծ տարածք, որտեղ մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հենց այնտեղ, որտեղ որ գտնվում են Skinwalker-ները, այնտեղ ապրող մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ։ Սա մի փոքր տեղեկություն Skinwalker-ների մասին, այժմ հերթը հասավ պատմությանը։ Terry ու Gwen Sherman-ները 1994 թվականին տեղափոխվում են այդ տարածք եւ իրենց ազգանունով կոչվում է Sherman's Ranch, բայց այնուհետև հետո փոխվանվել Skinwalker Ranch, քանի որ տեղափոխվելուց անմիջապես հետո սկսում են տարօրինակ երևույթներ տեսնել։ Շերմանները այս տարածք տեղափոխվել էին անասնապահության նպատակով եւ այն տունը, որտեղ պետք է ապրեին, շատ սենյակներ ուներ եւ սենյակների դռան ու պատուհանների վրա կողպեքներ էին կպած եւ դրսի պատերին հաստ շղթաներ ամրացված, այնտեղ չեն դնում եւ մտածում են նախորդ ընտանիքը, որ այդ տանը ապրել է, շաշներ ա ունեցել ու այդ շղթաներով շներին կապել են։ Առաջին օրը երբ եկել ու մեքենայից իրերն էին հանում, որպեսզի տանեն տուն դասավորեն, հեռվում ինչ-որ կենդանի են տեսնում, մտածում են երևի գայլ է, չնայած որ երկար ժամանակ այդտեղ գայլ չի եղել, ու այս մարդիկ, որ եկել էին անասնապահության նպատակով ու ունեին շատ կովեր, այս կենդանուն տեսել ու մի կողմ էին քաշվել, բայց փոքր հորթի ձակ չհասցրեց փրկվել։ Այս կենդանին այդ հորթին բռնել ու գլուխը ծամում էր։ Ընթացքում Terry-ին մոտենում է գայլին ու սկսում ոտքով հարվածել կողքի ոսկորներին, բայց գայլը ուշադրություն չի դարձնում։ Terry-ին տղային ասում է, որ գնա հրացանը բերի, այդ ընթացքում բեյսբոլի բիտայով է խփում, բայց գայլը էլի ուշադրություն չի դարձնում։ Հրացանը բերելուց հետո կրակում է մի քանի անգամ, բայց գայլը այս անգամ ձագուկին թողնում է ու ուշադիր նայում իրանց։ Տեսնում է, որ չի սատկում, Terry-ին գնում է տնից ավելի հզոր զենք ա բերում, գիտեր սրանով որ կրակի, հաստատ ողջ չէ մնա։ Դրանով երկու անգամ կրակում է, մարմնի մսի մի կտոր պոկվում է, ընկնում է գետնին, բայց գայլը այդ ընթացքում մի քիչ էլ է նայում ու ուղղակի շրջվում ու գնում։
Քանի որ այս մարդիկ շատ անասուններ ունեին եւ ապրուստը այդպես էին վաստակում, այդ կենդանին շատ մեծ վտանգ էր հանդիսանում իրանց համար եւ որոշում էին գնային գայլի հետևից բռնեն ու սատկացնեն եւ այդպես ոտնահետքերին հետևելով գնում են եւ հայտնվում են ինչ-որ բացատում, որտեղ ուղղակի ոտնահետքերը ուղղակի էլ վերջանում է, էլ չկան ոտնահետքեր, բացի այդ էլ մի քանի ժամ առաջ անձրև էր եկել ու հողը թացել ու ոտնահետքերը ակնհայտ երևում են ու այդպես ճանապարհը չեն շարունակում ու հետ են վերադառնում։ Մի օր Գվենը մեքենայով տուն է գնում, հասնում դարպասների մոտ, մեքենայից իջնում, դարպասը բացում, նստում մեքենան, մտնում բակ, մեքենայից իջնում, նորից գնում, դարպասը փակում եւ նստում մեքենան, քանի որ տանից բավականին հեռու էր եւ նստում է մեքենան ու պատուհանի միջից տեսնում սովորական գայլից 3 անգամ մեծ գայլ եւ կողքին կանգնած շունչ, որը գայլի նույն չափերում էր։ Ու կենդանին էլ այնքան մեծ են, որ եթե գլուխները ուղիղ պահեն, մեքենայից մեծ ու բարձր կլինեին, Գվենը վախից փորձում է այդ իրավիճակից արագ դուրս գա, մեքենան քշում տան մոտ կայանում ու միանգամից մտնում տուն։ Ջալոց այս երկու կենդանին անցած անգամվա կենդանուի կապ չունեին, բայց ունեին մի ընդհանուր բան եւ դա կապույտ աչքեր են, որոնք շատ նման էին մարդու աչքերին։ Տես այդ մի քանի ամիսների ընթացքում այդպիսի կենդանիների շատ են հանդիպում ու տանից կորում են շատ ու շատ իրեր, որոնք հետագայում գտնում են աշխարհի ամենաանտրամաբանական վայրերում։ Դրանք թանկարժեք իրեր չէին ու այնպիսի իրեր չէին, որոնք հեշտ կլիներ գողանալ, դրա համար մտածում էին, որ հարևանները չէին։ Որ Թերին մտնում է լողանալու ու հետը տանում է իր սաները եւ սրբիչը, լողանում վերջացնում է ու տեսնում է, որ սաներն ու սրբիչը տեղում չեն, մտածում է, որ ուզել է գնա բերի, բայց չի գնացել։ Ու հետագայում այդ սաներն ու սրբիչը գտնում է սառնարանում։ Գվենը գնացել էր խանութից սնունդ էր գնել եւ եկել տոպրակներից հանել սառնարանի մեջ դասավորել, բայց հետո գնացել դուրս հետ էր եկել եւ տեսել, որ սնունդը հայտնվել է նորից տոպրակների մեջ։ Թերիի հողագործության գործիքները անհետացել էին հողամասից եւ այնուհետեւ մեկ շաբաթ անց գտել էին ծառի վրա, որի բարձրությունը ու ուշադրությունը 30 մետր էր։ Ները այստեղ տեղափոխվելուց իրենց հետ բերել էին 80 կով եւ սրանք բավականին թանկարժեք կովեր էին, հատը հասնում էր $5000 եւ այդ 80-ից 14 կովը կամ անհետացել էին կամ էլ սատկել էին։ Առավոտյան արտանում գնում տեսնում էին, որ ինչ-որ կովի սպանել են, մասնատել են ու հավանաբար կերել են, բայց այդ դեպքում նույնիսկ մի կաթիլ արյուն չկար թափված։ Իրենց աչքի առաջ կովը անհետանում էր ու հետո գտնում էին անտառի խորքում, բայց արդեն հիպնոզի ենթարկված։ Շերմանները էլ չկարողանալով այդպես ապրեն, տարածքը վաճառում են Ռոբերտ Բուգլը անունով մի բիզնեսմենի եւ տեղափոխվում 40 կիլոմետր հեռավորության վրա մեկ այլ տուն եւ Ռոբերտը Շերմաներից այդ տարածքը գնում է ընդամենը $200,000 ԱՄՆ։ Այս Ռոբերտը իր անձնակազմով գալիս է Skinwalk Ranch ու սկսում հետազոտություններ կատարել, տարածքը փակում է հանրության համար, որպեսզի ավելի հանգիստ գործ անեն եւ այնտեղ ապրող մարդկանց խնդրում է, որ եթե ինչ-որ տարօրինակ երևույթ են տեսնում, զանգահարեն իրենց ընկերությունը եւ մի քանի օրերի ընթացքում զանգերի թիվը հասնում է մինչեւ 1000-ի։ 7 ամիս այդտեղ հետազոտություններ կատարելուց հետո Ռոբերտը արդյունքի չհասավ եւ տարածքը որոշեց վաճառել $4,500,000։ Էությունը, որ Ռոբերտից տարածքը գնել է $4,500,000, դա Ադամանդից Հոլդինգն էր, որը անշարժ գույքի գործակալություն էր, որի սեփականատերը որոշել է իրեն ոչ ոք չպետք է ճանաչի
Եվ այս մինչ այսօր տարածքը փակ է հանրության համար եւ ոչ ոք չգիտի այնտեղ ինչեր են կատարվում, բայց եթե այլազգային բլոգերների մոտ տեսնում եք, որ գնում են Skinwalker Ranch, դա իրական Skinwalker Ranch-ից մի փոքր այլ կողմ է։ Եվ մեր պատմությունը հասավ իր դրամաբանական ավարտին։ Ժողովուրդ ջան, հիմնականում այսքանն էր վիդեոն, չեմ խորհրդում դնել լայքն ու բաժանորդագրվել իմ ալիքին, ձեր հետ է ես Ռոստոմը, բոլորին տեսություն։